Ողջույն, այս տեսահոլովակում կտեսնենք, թե ինչպես ճիշտ առաջարկ ուղարկել հաճախորդին և կիմանանք, թե հաճախորդն ինչպես է ընտրում մասնագետին։ Ահա տեսնում ենք նոր պատվերի մասին ծանուցում։ Երբ սեղմում եք ծանուցման վրա, միանգամից կբացվի պատվերի պատուհանը։ Այս պատվերը կարող եք գտնել նաև պատվերներ բաժնում։ Սրանք բաշխված են ըստ ամիս-ամսաթվի, հետևաբար վերջին պատվերը գտնվում է ամենավերևում։ Նախքան պատվերն ընդունելը կամ առաջարկ անելը, ստուգում ենք պատվերի արժեքը կամ հաճախորդի առաջարկած գինը։ Երբ պատվերի վրա տեսնում եք մուրճի այքնը, դա նշանակում է, որ հաճախորդը սպասում է գնային առաջարկի։ Նախքան առաջարկ անելը սեղմում ենք այս պատվերի վրա և հասկանում մանրամասները։ Ճիշտ առաջարկ անելու համար պետք է հասկանալ հաճախորդի խնդիրը։ Այսպիսով բացելով պատվերը տեսնում ենք հաճախորդի առաջարկած գինը, ծառայության անվանումը, այցելության ժամանակը, մոտավորապես հասկանում ենք հաճախորդի գտնվելու վայրը։ Հասցեից ներքև կտեսնենք կցված լուսանկարներ կամ վիդեոներ։ Ուշադիր կարդում ենք պատվերի նկարագրությունը։ Սրանից ներքև նշված է, թե ինչ եղանակով է հաճախորդը վճարում կատարելու, սովորաբար կանխիկ կամ անկանխիկ եղանակով։ Ի դեպ, անկանխիկ պատվերներ ստանալու համար պետք է ավելացնեք որևէ բանկային հաշիվ ձեր էջում։ Այս բոլորի հետ ծանոթանալուց հետո մենք վստահ կարող ենք գնային առաջարկ ուղարկել հաճախորդին։ Եթե վստահ չեք գնի վրա, օրինակ տատանվում եք 10,000 և 14,000 դրամի միջակայքում, խորհուրդ ենք տալիս ընտրել միջին գին կամ ամենացածր գինը։ Ի դեպ, հաճախորդի առաջարկած գինը կարող է ձեր առաջարկից լինի շատ ավել կամ պակաս։ Այժմ հաճախորդը ստացել է մեր առաջարկած գինը։ Նա կարող է գրել մասնագետին, ինչպես նաև այցելել վարպետի անձնական էջ, օրինակի համար ստուգելու նրա գնահատականը։ Շատ կարևոր է իմանալ, որ դուք ինքներդ էլ կարող եք գրել հաճախորդին և լրացուցիչ պարզաբանումներ կատարել, որպեսզի ձեր առաջարկած գինը ավելի հստակեցնեք։ Բոլոր հարցերի պատասխանները ստանալուց հետո կարող եք փոխել գինը կամ թողնել նույնը։ Դուք նաև պատվերից հրաժարվելու հնարավորություն ունեք։ Դա չի դիտարկվում որպես չեղարկում։ Երբ հաճախորդը ընտրում է մասնագետին, արդեն կարող եք կապ հաստատել զանգի միջոցով։ Նամակագրության մեջ եղեք գործնական և օգտագործեք հարգալից տոն։ Չի կարելի փոխանցել անձնական տվյալներ այս եղանակով, պետք է սպասել հաճախորդի որոշմանը։